Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր տնտեսագետ Հայ-ԱՔՖ միավորման անդամ Հրայր Կամենդատյանն է։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Համեցեք։ Պարոն Կամենդատյան, չնայած Փաշինյանի կառավարությունը 21 թվականին խոստանում էր, որ մինչև հաջորդ տարի, այսինքն 26 թվականը, նվազագույն կենսաթոշակի չափը համարժեք կլինի պարենային զամբյուղի արժեքին, իսկ միջին կենսաթոշակի չափն էլ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, այնուամենայնիվ հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ արդեն պարզ դարձավ, որ այս խոստումը եւս չի իրականացվելու, փոխարենը կառավարությունը, ինչպես արդեն նշեցինք, բարձրացնում է անկախիկ գործարքներից տրվող հետվճարի չափը։ Քաղաքակիրթ եւ ամենակարևորը ժողովրդավարական երկրներում ինչ տեղի կունենա, եթե կառավարությունը նման խոստում տա եւ իր ժամկետի ավարտին այն փաստացի չկատարի, եւ ինչու է շարունակաբար նախապատվությունը տրվում այս անկախիկ գործարքների տոկոսագումարի բարձրացմանը։ Սկսենք վերջից, անկախիկ գործարքների նկատմամբ այդ վստահությունը եւ լավատեսությունը եւ դրան հակված լինելը դա վատ բան չէ։ Դա իրականությունների դեմ պայքարելու բավականին գործունյա մեխանիզմ է եւ այդ գործիքը կարելի է անդադ օգտագործել։ Խնդիրը այլ տեղ է։ Խնդիրը նրա մեջ է, որ քաղաքական փաստացի մենք ունենք իշխանություններ, որոնք խոստանում են մի բան, առաջադրում են մի բան, մարդկանց հետ կորզում են այդքան թանկ ընտրական ձայները եւ միևնույն ժամանակ տնտեսական բնույթի այդ հեքիաթներով քաղաքական եւ աշխարհակաղակական իրենց ցախողումները որոշակորեն փորձում են մեղմել, սքողել, թաքցնել, բայց հետագայում պարզվում է, որ այդ ամբողջ միջոցառումները ոչ թե տապալված են, նրանք հեռու են ընդհանրապես մոտիկ լինելու, նույնիսկ ինչ-որ տեսակարար շռով, ինչ-որ տոկոսներով։ Այս իմաստով 21 թվականի այդ խոստումները տնտեսական բնույթի որ տվել են, նրանք կարելի ասել իրենց անկատարությամբ եւ խաբեության առանցքով շատ մոտ են Հադրութը ետ բերելու, Շուշին ետ բերելու, որ դեօկուպացիայի անջատում հանուն փրկության թեզի, անջատում հանուն փրկության, ինչ ասես ասում են։ Ինչ ասես ասում են եւ ես կարծում եմ, որ տնտեսական բլոկը տնտեսությունը իհարկե ամենակարևոր թեմաներից մեկն է, բայց քաղաքական արկածախնդիր խաբեբաները, որոնք որ 1 միլիոնից ավել ենթադրենք քաղաքացու խոստանում են մի բան, չեն կատարում, խոստանում են բարձրացումներ ենթադրենք թոշակների, չեն կատարում, խոստանում են ենթադրենք Արցախի անվտանգության բնակիչների ետ վերադարձ իրավունքների հարցեր են թմկահարում, այս մարդիկ պարզապես ոչինչ չեն անում։ Ես մի օրինակ բերեմ, հավանաբար հիշում եք, որ այս տարի մայիսի 1-ն էր հայտարարագրման, ֆիզիկական անձանց հայտարարագրման վերջնաժամկետը եկամուտների։ Բնականաբար տապալել են գործընթացը, բնականաբար գործընթացի վրա ծախսել էին պետական բազմամիլիոն ռեսուրսներ, տապալել են եւ այս տապալման մեղքը, որտեվ յուրաքանչյուր անձ, որ աշխատում է պետական ենթադրենք կառույցում, ունի լիազորություններ, դա պետք է նաեւ ունենա իր պատասխանատվությունը տապալման դեպքում պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ վերցնելուց հետո դուրս գալ, լքել այդ աշխատանքը, հեռանալ այդ համակարգից։ Տապալեցին, հասկացան, որ տապալել են, այս իշխանություններից առաջին դեմքով հանդես եկան մի նախաձեռնությամբ, բաթե մինչև նոյեմբերի 1-ը հետաձգում ենք ժամկետը, բայց իրավական կարգավորումները թեմայի շուրջը մնալու են, որպեսզի այս կարգի իրենց տապալումը սքողեն, պարզապես խաբեն։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր այլևս որևէ հետաձգում ասում էր այլևս ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, դրանից զատ։ Առաջին դասարանում էին։ Դրանից զատ, ինչ արեցին։ Դրանից զատ մոտավորապես մի քանի տասնյակ հազար մարդու գայթակղեցին սոցիալական կրեդիտի այդ ձրի փողով, այդ փողը ձրի փող էր իրենց համար, այդ մարդկանց համար, որովհետև նրանք սահմանադրական պարտավորություններ, ինչպես մենք ունենք, իրենք էլ ունեն, բայց նույն հայտարարագը լրացնելու համար մենք ոչինչ չենք ստանում, իրենք ստանում են
ենթադրենք առողջապահական նպատակներով, ուսման նպատակներով, ինչի համար։ Բա այս սոցիալական պետությունը, սոցիալական արդարությունը, հավասարությունը ինչի համար է։ Հասկացանք մարդկանց պետք է ենթադրենք սոցիալական այդ թեմաներով սոցկրեդիտներ տալ, բայց այդ 100,000-ի այդ կաշառքը որ տվեցին, ահռելի թիվի միջայլոց։ Ահռելի թիվ 100,000-ը բազմապատկեք մոտավորապես մի քանի տասնյակ հազար մարդիկ ստացել են, ինչ եղավ։ Այդ փողը գնաց կորավ։ Այդ փողը կարող էին, չէ՞, չվճարել։ Մարդիկ, որ վճարում արդեն իրականացրել էին, այդ փողը պարզապես որպես ինչ որ տնտեսական կաշառք ստացան։ Բնույթը կաշառքային էր։ Եկեք հայտարարագիր ներկայացրեք, որ գումար գնաք ստանաք։ Դա որտեղ է այդպես բան գրած։ Հիմա 630,000 քաղաքացի այդ կաշառքին, այսպես ասած, դիմացավ, կամ էլ երեխաներ չունեին, կամ էլ առողջապահական խնդիրներ չունեին եւ չլարցեն։ Հիմա այս մարդիկ, որպեսզի ես նկատում եմ, որ բարեխնամ կերպով պետական լիազորությունն վերաբերվող մարդիկ պետք է գոնե հրաժարական տային, հեռանային, առանձին պատասխանատուներ կան։ Ովքեր այդ իրազեկման օպերացիաներ են իրականացրել, բազմաթիվ տասնյակ, երևի հարյուրավոր հոլովակներ էին նկարել, պետական ապարատի բազմազբաղ աշխատակիցներին պոկել, բերել են, նստեցրել են, անդադ ինչ-որ իրազեկումներ են անում, ամբողջը տապալեցին, տապալողը գոնե հեռանա, ասի, լավ, ես մեղավորի ես եմ, որովհետև ես տնտեսական իրողությունները չեմ ճանաչում, ես չեմ գիտակցել այս ամբողջ բարդությունը, չեմ գիտակցել անհատի եփետության համագործակցության այս թեմայի լրջությունը, սրությունը եւ այստեղ որոշակորեն արկա ռիսկերը, գոնե այս անձնավորությունը ասի, թողեք ես գնամ հեռանամ, որովհետեւ ես տապալել եմ պետական խոշորագույն միջոցառումը 100,000-որ մարդկանց հետ կապված թեման ես տապալել եմ։ Դե չունենք այդ քաղաքական պատասխանատվության Այս քաղաքական պատասխանատվությունը որ չունեն, այդ մարդիկ գիտեք ինչպես է, նրանք պետք է գոնե մարդկայնորեն, ենթադրենք, փորձեին առավել բարենպաստ որևէ որոշում նոր բերեին։ Այդ դրա փոխարեն ինչ են բերել։ Այդ դրա փոխարեն բերել են այն, ինչ որ նախկինում կար։ Բանկային գաղտնիքի, այսպես ասած, չգոյության պայմաններում համապատասխան մարմինները իհարկե ստանում են ամբողջ տեղեկատվությունը, եւ եթե եկամտային հարկի հետ կապված որոշակի, այսպես ռիսկեր են տեսնում քաղաքացիների, ենթադրենք հասույթների միջև, բանկային հաշվի նրանց շրջանառության հետ կապված, նախկինում էլ կատարում են այդ աշխատանքը, ծանոթում են, մարդիկ գալիս էին, իրենց բացատրությունները ներկայացնում են ու համապատասխան պետական ընթացք էր տրվում։ Հիմա այս ամբողջը վերադառնում է նույն այդ ընթացքին, բայց արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում եղավ, որ պետական սերվերները էլեկտրոնային այդ հաշվետվությունները ներկայացման ծանրաբեռնվեցին անիմաստ տեղը։ Միլիոնավոր դրամներ մսխվեցին։ Պետական ապարատի վրա այդ ահռելի ծանրությունը ընկավ։ Այդ դրանից զատ վերջում մենք խոշորացուցի տակ ենք եւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեության ցանկություն ունեցող սուբյեկտները բնականաբար փորձում են հասկանալ մեր մոտ ինչպիսի տնտեսական իրողություններ են։ Երանք տեսնում են, որ ամիսների ընթացքում այս երկրում փոխվում է ընդ որում տրամագծորեն հակառակ ուղղությամբ տնտեսական իրողություններ եւ կարգավորումներ, ամիսներ հետո ժողովրդական լեզվով ասած հետողորմա է լինում եւ ոչ մի հետևանք։ Խնդիրը գիտեք որտեղ է, խնդիրն է, որ այս քաղաքական ներկա վարչախումբը սա տնտեսական բնագավառում վարում է հակասոցիալական քաղաքականություն, հակաժողովրդական քաղաքականություն։ Այդ հակաժողովրդական քաղաքականության վերջը գալու է մի օր։ Եվ քաղաքացիները բնականաբար իրենց ընտրական տեղամասերում իրենց ձայնը երբ որ կօգտագործեն սահմանադրության նրանց տրված լիազորությունների շրջանակներում բնականաբար հիշելու են այս ամբողջ թնջուկը եւ հիշելու են այս թնջուկը իրականացնողների այսպես ասած
դեմքը եւ նրանց քաղաքական վարքագիծը։ Նույն թոշակների համատեքստում Հայակվեն եւ անձամբ դուք հայտարարում եք, որ հնարավոր է թոշակները ընդհանուր մինչեւ 50%-ով բարձրացնել, իշխանություններն էլ սա մեկնաբանում են որպես պոպուլիստական խոստում։ Կխնդրեմ մանրամասնեք ինչ միջոցների հաշվին դա կարող է տեղի ունենալ եւ ինչպես կարձագանքեք պոպուլիստական խոստումների մասով մեղադրանքին։ Մեղադրանքների արձագանքել, պատասխանել, անձանց ովքեր որ պոպուլիզմի մաստեր կլասի, կարելի ասել, ռահվիրաներ են, այդ մարդկանց հետ անիմաստ է։ Ով խոսի պոպուլիզմից իրենք պետք է լռեն։ Ով խոսի պոպուլիզմից իրենք թող չխոսան։ Եթե ցանկությունն է այդ պոպուլիստական ժանրի հետ կապված ինչ որ փոխհրաձգություններ անեն, թող վերցնեն ենթադրենք ուսումնասիրեն Հռոմում Կասիոս անունով մի կլիենտ կար։ Այս կլիենտ են կոչում, որտեղ նրանք պատրիկների ծառաներն են եւ խժդժությունների ժամանակ ամենաագրեսիվն էին։ Եվ անդադ պոպուլիստական ժանրի մեջ են, թող դրանց կյանքը վերցնեն ուսումնասիրեն, հայլ ու արչեւ ընդհանրենք այդ նույնը բեմադրեն եւ իրենք էլ մասնակցեն այդ պոպուլիստական այդ իրենց ընդհանուր զեղումները թողենք մի կողմ, թոշակների հետ կապված խնդիրը գիտեք որն է, մոտավորապես 500-2000 մարդ գտնվում է աղքատության ճիրաններում։ Այո, աղքատության ճիրաններում։ Այդ պոպուլիստները թող մի հատ ընդհանրենք իրենց աշխատավարձը, ես գիտեմ ում մասն է խոսքը, չէ՞։ Դա մոտավորապես 3,5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, համեստ հաշվարկներով, ճիշտ է։ Ամենալավագույն զբաղմունքը չէ, որևիցե մեկի ընդհանրենք աշխատավարձը չափել, կշռել, հասկանալ, բայց մի հատ այդ ստացած 1,5 միլիոնը թող բաժանի 50,000 դրամի վրա, իսկ 50,000 դրամը 40,000 դրամը, դա Հայաստանի Հանրապետության թոշակառուի մեկ ասվա միջին մոտավորապես միջինացված թոշակն է։ Հետև թող բաժանի հասկանա արդյոք ինքը այդ 30 հոգի, 30 անձի, 30 թոշակառուի, 30 տարեցի թոշակից ենթադրենք 30 անգամ ավել ստանալու իրավունք ունի։ Իհարկե ոչ։ Մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվել է անելանելի վիճակում։ Այդ կառավարական կաբինետներում, այդ ձմռանը տաքացող, ամռանը հով, այդ կաբինետներում, այդ ճոռճոռան կաշվե, այսպես ասած, եւ գրասեղանների, եւ աթոռների վրա օրը սպանողները թող մի հատ գյուղեր գնան։ Երեք եմ եկել ընդամենը Արմավիրի շրջանից, այդ սարսափելի է վիճակը։ Մարդկանց հետ խոսում եմ, ոչ մեկի բերանը ատամ չկա։ Ատամ չկա, մարդկանց բերանը ատամ չկա։ Այդ դա մի ցուցիչ է, գիտեք ինչ իմաստով, որտեվ կան ինչ որ հիվանդություններ, կատարակտի ընդհանրենք մասսան բուժումը կամ մարդուն լրիվ քորացնում են, չէ՞։ Ընդհանրենք այս մի հիվանդություն, այս դեղը, այս կարգի, այս կարգի բաներ անում են։ Հիմա մի հատ ատամն ու բուժական ծառայությունները դրանք քաղաքացիներ իրենք են վճարում։ Պետական պատվերի մեջ դա կարծես թե չի մտնում։ Հիմա վերցնենք, հաշվենք կատարակտի հիվանդության, սրտանոթային հիվանդության, աղեստամոքսային տրակտի հիվանդության, ճնշման հիվանդությունները, ըստ դեղերի քանակները, դրանց ենթադրենք գներով, որ հաշվում ես դեմս գոնե չմահանալու համար թոշակառուն ամսական պետք է ծախսի 40-ից 50,000 դրամ, լավագույն դեպքում, եթե վիրաբուժական միջամտության կարիք չկա, այսպեսի գումար պիտի ծախսի։ Դեղորայքի բժշկական ծառայությունների համար։ Պարզապես այն դեղերը, որոնք քիչ թե շատ հարմարավետ կյանքի հնարավորություն են տալիս։ Այն բառ դեղերի մասին չեմ խոսում։ Չեմ խոսում քաղցկեղի մասին, հասկանալ պատճառով չեմ ուզում այս թեման շոշափենք։ Հիմա այս մարդիկ ինչ են ասում։ 18 թվականին 40,000 էր միջին թոշակը, հիմա 49,000 դրամ է։ 49,000 դրամի համար, չէ, այդ հաշվարկ անենք, շատ կարճ։ Հուսով եմ, որ այս հաշվարկը նաև այդ խելացիները այդ կաբինետներում ծավալած, իրանք էլ կհասկանան, որ ինչ պիտի անի քաղաքացին 30 օրվա համար։ Նորմեր առողջապահական նախարարության որ կան, դրանց մասին չեմ խոսում։
այդ նորմերով եթե հաշվարկենք, մոտավորապես 66-67,000 մենք բարենային նվազագույն զամբյուղն է, որ մարդը սովից չմահանա։ Հիմա ուրիշ հաշվարկ անենք։ 49,000 դրամ է, չէ՞։ Օրական մեկ հաց։ Դա ամսական կտրվածքով արես 10,000 դրամ։ 300 անգամ 30, մոտավորապես 10,000 դրամ։ Մածուն օրական մեկ հատ մոտավորապես 20,000 դրամ մածունն է։ Մածունը գինն է կազմելու։ Շրջանում չափազանց թանկացել է։ Չափազանց թանկացել է։ Հիմա կասեմ դրա պատճառը որն է։ Մեծ մածուն։ Լավ, այդտեղ ինչ ավելացնենք։ Բանջարեղեն։ Մի 10,000 դրամի բանջարեղեն, չէ՞, արդեն այդ 49,000 դրամը փակվեց։ Այսինքն քաղաքացին հնարավորություն ունի այս երկրում տրված թոշակով ուտել մեկ հաց, մի հատ մածուն խմել, ու վրայացել սոխ ուտել կամ խառը կանաչի, ոնց որ իրենք են ժամանակին ասում։ Կոմունալ վճարների մասին Կոմունալ վճարների մասին չեմ խոսում։ Չեմ խոսում քաղցրավենիքի մասին, չեմ խոսում ենթադրենք ինչ որ տեղ գնալու, թորների հետ, բարեկամների հետ կապեր պահպանելու, տրանսպորտով երթևեկությունը նույնիսկ վճարովի է։ Ճիշտ է, զեղչ կա, բայց ամուր չի։ Այդ թոշակառու այդ 67-65 դրամին է մնացել այս երկիրը։ Այս ինչ որ ես հաշվարկեցի, այս համեր չեմ մտնում այդ առողջապահական բնույթի ծառայությունների գները կամ դեղերի գները։ Մարդը ապրելու հնարավորություն չունի։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք որ ասում ենք 50% բարձրացնել, բնականաբար շատերն են հիմա այդ թեմայով զրուցում, շատերն են աղմուկ բարձրացնում, շատ ճիշտ են անում։ Ես նրանց բոլորը այդ համամիտ եմ, որովհետև վերջ-վերջը դա սոցիալական արդարության ուղղված աշխատանք է, ես բոլորին ողջունում եմ, հրավիրում եմ ել ավելի մեծ ծավալով այդ աշխատանքը իրականացնեն։ Այդ դրվատանքի խոսքեր եմ ասում այդ մարդկանց նկատմամբ։ Հիմա նաև խնդիրը որն է։ Մենք որտեղից այդ գումարը պետք է հայթայթենք։ Այսինքն որ մնա, ասենք ասեմ, մի կոպեկ փող չկա։ Պարտքերով հազիվ ապրելու է այս երկիրը։ Այդ ձև չի։ Մի օրինակ եմ բերում, որպեսզի հասկանալ լինի, քաղաքացիները հասկանան։ 18 թվականին զանազան ռեպրեսիվ մարմինների վարձատրության, տեխնիկական համալրման վրա ծախսվել է մոտավորապես 31-32 միլիարդ դրամի կարգի գումար։ Հիմա այդ գումարը 90 միլիարդից ավել է։ Եռապատկվել է ավելի քան։ Կարող ենք այստեղ 60 միլիարդ դրամի տնտեսում ունենալ, իհարկե կարող ենք։ Ընդհանուր գումարը մեր այդ հիշատակած 50%-ով բարձրացնելու թոշակները խնդրի մոտավորապես 160-ից 175 միլիարդ դրամ է կազմում։ 60 միլիարդը հանեցինք մի կողմ արդեն։ Հաջորդը կա վարչապետի պահոստային ֆոնդ։ Այս պահոստային ֆոնդը դրա նպատակների մասին չեմ ուզում երկար բարակ պատմեմ։ 10 թվական եղել է մոտավորապես 22-23 միլիարդ, հիմա մոտավորապես 3 անգամ աճել է։ Կարող ենք այստեղից 40 միլիարդ առանձնացնել։ Իհարկե կարող ենք։ Այնտեղ ինչ մնաց 70 միլիարդ, 75 միլիարդ մնաց։ Հիմա այդ 75 միլիարդը կարող ենք մենք ընդհանրենք պետական պարտքը, որը Հայաստան վզից կախված քար է, ու նա անդունդ է տանում Հայաստանի Հանրապետություն, կարող ենք վերջ-վերջո այդ կրեդիտորների հետ մենք բանակցենք։ Աշխարհում շատ երկրներ կան, որոնք պարտքեր ունեն, կրեդիտորների հետ բանակցում են, բնականաբար դժվար բանակցություններ են, բայց երբ որ դու հայրենասեր մարդ ես, երբ որ դու երկրի մասին ես մտածում, այո, պետք է գնաս այդ բանակցությունների, այո, դու պետք է նրանց հետ գաս որոշակի համաձայնությունների եւ տոկոսները, որ Հայաստանի Հանրապետությունը վճարում է, այդ տոկոսների մի մասը պետք է, այսպես ասած, ժողովրդի լեզվով ասած, պետք է ջրվի։ Ես դες մի թիվ ասեմ, 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը 423 միլիարդ դրամ պետք է վճարի միայն պարտքի տոկոս։ Այսինքն 423 միլիարդ։ Այդ 423 միլիարդը մոտավորապես 1 միլիարդ 100 միլիոն դոլար է։ Այսօր առողջության է հաշվում, օրական 3.5 համարյա միլիոն դոլարի մենք պարտք ենք վճարում։ Ամեն օր Հայաստանը քնում է, արթնանում է
այդ օրը պետք է վճարի 3.5 միլիոն։ Մյուս օրը նորից 3.5, հաջորդ օրը 3.5 միլիոն դոլար, ամերիկյան դոլար, սա միայն պարտքի տոկոսն է։ Իսկ ովքեր են այդ պարտքի տոկոսի հիմնական շահառուները։ Հիմնական շահառուները, ես ասեմ, մեր քաղաքացիներն էլ չեն։ Քաղաքացիները, այստեղ ասել, զրոյական մասնակցությունն են։ Հայաստանի Հանրապետության բանկերն են, որոնք պետության թեթև ձեռքով, այո, թեթև ձեռքով մասնակցում են պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում եւ պետությանը վարկավորում են 11%-ով միջև։ Սա թույլատրելի է, իհարկե ոչ։ Այստեղ կարելի է համաձայնության գալ, իհարկե կարելի է գալ։ Դրանից զատ համաշխարհային բանկն է մեր հիմնական այսպես կրեդիտորը, կարելի է հետները պայմանավորել, իհարկե։ Համաշխարհային դեպքում միջոցներ հնարավոր է գտնել։ Ցանկության դեպքում կարելի է եւ այս ամեն ինչը կարելի է կարգավորել, իհարկե պետք է աշխատել։ Եվ դուք նշեցիք խոսքի սկզբում նշեցիք պաշտոնյաների բարձր աշխատավարձի մինչև 1.5 միլիոն դրամ։ Ես ձեզ ճիշտ հասկացա, որ նաև որոշակի չափով նախատեսում եք այդ աշխատավարձերի կրճատման արդյունքում թոշակների բարձրացմանը ուղղել միջոցներ։ Խնդիրը գիտեք որտեղ է դրված, եթե արդյունք են ցույց տալիս մարդիկ, սխալ կլինի նրանց չվճարել, սխալ կլինի նրանց պարգևատրել, բայց մենք գտնում ենք այնպիսի փոսի մեջ, եւ սոցիալական այնպիսի անդունդ է առաջացել բնակչության եւ ընդհանրենք աշխատող մարդկանց մեջ, որը մենք չենք կարող անտեսել։ Նույն օրինակը բերեմ 18 թվականին Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձը մոտավորապես 171-72 հազար դրամ էր։ Նա այս ժամանակ գործող միջին թոշակը գերազանցում է 40 հազարը, մոտավորապես 4 անգամ։ Հիմա միջին աշխատավարձը Հայաստան Հանրապետությունում կազմում է 296 հազար եւ մի փոքր ավել, նա 49 հազար դրամ միջին թոշակը գերազանցում արդեն 6 անգամ։ Այսինքն սոցիալական այս բևեռացումը, որ երկրում գնում է, նա շատ վտանգավոր է։ Շատ վտանգավոր նաև մի թեմայի հետ կապված։ Աշխատող մարդը, աշխատավարձ ստացող մարդը թոշակի անցնելու հաջորդ պահին գլորվում է աղքատության մեջ։ Նրա եկամուտները 6 անգամ պակասելու են։ 6 անգամ։ Դրա սոցիալական, դրա հոգեբանական, ենթադրենք ընդհանրապես ժողովրդագրական իմաստով այդ ռիսկերը այնքան բազմազան են, որ ժամանակը չերեկի, որ դրանց մասին զրուցենք։ Հիմա բնականաբար վերադառնանք հարցերից ամենակարևոր հարցերին։ Պետական համակարգում կամ ընդհանրենք հարկային վարձատրության մեջ կամ հարկերի բնակավարում մենք արդյոք նախատեսում ենք այդ կրճատումներ կամ հարկերի բարձրացումներ, իհարկե ոչ։ Պետական համակարգում օպտիմալացում պետք է լինի, բնականաբար, այդ անկասկած, ընդ որում մենք մարդկանց պետք է հրավիրենք դեպի մասնավոր բիզնես։ Մասնավոր բիզնեսով զբաղվելը պետք է լինի այն կարգի ձեռնատու, որ մարդիկ մի վայրկյան չմտածեն պետական համակարգում աշխատելու մասին։ Վերցեք արևմտյան երկրների փորձը։ Արևմտյան երկրներում մարդիկ չեն ուզում պետական համակարգում աշխատեն։ Ինչի համար։ Որովհետև մասնավոր ձեռնարկատիրության մեջ ստանում են մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ եւ իրենց հնարավորությունների իրագործման իրական հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանն էլ է այս դեպքում նույնը ասում է մենք մարդ չենք գտնում, որ գա պետական համակարգում աշխատի, քանի որ մասնավորում մի քանի անգամ ավելի շատ եկամուտ կարող են ունենալ, դրա համար էլ այսպես բարձրացնում ենք պետական համակարգում աշխատավարձերը։ Այդ անձնավորության, այսպես մակերեսային տնտեսագիտական գիտելիքները եւ դրանց վրա հենված դատողությունները, որոնք ավելի շատ գիտեք խեղաթյուրման, նենգափոխման ջուր փորձեր են եւ պարզապես այդ օրը թեմատիկի փրտես զրույց կատարելու, այսպես վարժանք կամ ընդհանրենք ժամանց ամեն ինչ լղոզելու թեմաների հետ կապ չունենալով ընդհանրենք այդ ամեն ինչը որ նա համեմում է ինչ որ
թեմայի հետ կապ չունեցող կատակներով, կես ժամ շարունակ սկսում են իրար հետ բոլորով ընդհանրենք զրուցել, ուրախանալ, հրճվել, ծիծաղ չառաջացնող կատակների վրա իհարկե, դրա մասին եկեք չխոսանք, որովհետև գիտեք որ հարցը որն է, մենք պետք է նայենք մեր վիճակը նայենք, այդ արտահայտությունները անողը պիտի օրինակ մի թիվ հիշի, նվազագույն կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում $93 է, Վրաստանում $148, Ադրբեջան մոտավորապես $188, Թուրքիայում $350-ից մինչև $400։ Այդ եթե այդ կարգի ամեն ինչ լավ է, որ այդ ուրախություններով, ժպիտներով, ենթադրենք, այս ամեն ինչի մասին խոսում են, բա մի հատ մտածեք, այդ ոնց է լինում, որ այս մեր տարածաշրջանում ամենաաղքատը, ենթադրենք, հայ թոշակառուն է։ Մի օրինակ էլ բերեմ։ Վրաստանում թոշակների կա տարբերակում։ Լեռնային շրջաններում բնակվող թոշակառուն ստանում է մոտավորապես 20% ավելի հավելավճար։ Այնտեղ ծախսերը ավելի բարձր են, էլեկտրաէներգիա, բնականաբար, դրանից զատ կա կարևորագույն մի խնդիր։ Պետությունը չի ուզում, որպեսզի լեռնային շրջանները, գյուղերը դատարկվեն։ Հիմա այդ դատողությունների անողը սրա մասին հավանաբար չի իմանում։ Չի իմանում, ընդհանրապես այսօր թող նա իմանա, նա սա հետ կապված ինչ է ձեռնարկելու։ Ոչինչ չձեռնարկելու, հադրութին դեօկուպացիայի պես մի հայտարարություն է անելու, ընդամենը եւ վերջ։ Իրավիճակային էլ չասե։ Պարզապես այդ օրը, այդ ժամը ընդհանրենք օգտագործելու տեսարաններ ապահովելու, նույն այդ հռոմեական այդ հաց եւ տեսարաններ, այդ տրիումֆալ ընդհանրենք պատկերացումների մեջ են այս մարդիկ։ Էս է խնդիրը։ Պարոն Կոմենդացյան, խոսենք նաև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ղազախական ցորենի ներկրումների մասին, որը գործող իշխանությունը մեկնաբանում է որպես հաստատված խաղաղության վկայություն, շատերն էլ պնդում են, որ այս կերպ Հայաստանը փոքրացնում է Ռուսաստանից ունեցած իր կախվածությունը։ Անձամբ ինչպես է գնահատում այս որոշումը եւ սա իսկապես կարող է մեր կախվածությունը փոքրացնել, թե ընդհակառակը մենք ավելի մեծացման վտանգի ենք բախվելու։ Գիտեք, հարցը բազմաշերտ է, պետք է հարցին առաջին հերթին վերաբերում եք հետևյալ կերպ։ Մենք գիտեինք այդ խնդրի մասին հացներ գրելու։ Կարծես թե ոչ, մոռացել ենք Արցախից ինչքան անվճար ցորեն էինք ստանում։ Կարծես թե ոչ։ Մենք գիտեինք այդ լոգիստիկ դժվարությունների մասին։ Լոգիստիկ դժվարությունները որպես այդպեսին չկային էլ։ Հայաստանի Հանրապետությունը իր օգտագործող հացահատկի 95-97%-ը առանձին տարբերություններով ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից։ Որովհետև մեկից գիտենք դրա մասին։ Իհարկե ոչ։ Հիմա այս ամբողջ օպերացիան, որ կազմակերպեցին, այդ օպերացիայի կազմակերպման մեջ կա մեկ անուղղակի հերոս, որը որ իր բարեհաճ վերաբերմունքով թույլ տվեց, որպեսզի Հայաստանի Հանրապետություն պարենամթերք մուտք գործի։ Իլխամ Ալիևն է։ Հարամնլի Իլխամ Ալիևն էլ, Իլխամ Ալիևի ընդհանրենք ձեռնարկած այս օպերացիան էլ։ Որտեվ գիտեք ոնց է, եթե քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա մի բան։ Եթե որևիցե գործողություն, որևիցե ընդհանրենք տարանցում, որևիցե հանդիպում ընդհանրենք ծառայելու է մեր նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք ունեցող սուլթանատի ղեկավարի որոշակի դրական փետուրներ նրա մարմնի վրա ավելացնելու խնդրին, դրա տակ չպետք է գնան, չպետք է մոտենան այդ հարցին, Մենք այստեղ գիտեք որ արժանապատվության ազգային դրա մասին չեմ նույնիսկ խոսում։ Ես խոսում տարեկան հարգանքի մասին։ 22 թվականին Ջերմուկում հայ գերիներին, կապկպված գերիներին գնդակահարեցին։ 22 թվական գնդակահարեցին։ Զինվորականին մասնատեցին։ Հիմա այս ինչ օպերացիա եք մասնակցում։ Ինչ իմաստ որն է։ Իսկ ինչ վերաբերում է ցորենին 2025 թվական այս տարի սեպտեմբերի կեսերին Այդարբեկ Սապարով է այդ անձնավորության անունը, դա
Ղազախստանի գյուղատնտեսության նախարարն է։ Կառավարության նիստի ժամանակ մարդը հստակ դուրս եկավ, հայտարարեց, ընդ որում որոշ բաներ գունազարդելով դեպի դրականը ներկայացնել, որ այս տարվա բերքը շատ վատն է։ Այդ երաշտը ամառային եւ աշնանային երկար անձրևները բերքի զգալու մասը փչացրել են։ Բերքը հավաքել են։ Բայց բերքը երրորդ տեսակ է, չորրորդ տեսակ է եւ որակապես զիջում է։ Նա անասնակեր է։ Անասնակեր է։ Այդ որակական ցուցանիշներով անասնակեր է դա։ Այս մարդը հիլավ ես ճիշտ ասած չգիտեմ ինչ կարգի որակի ցորեն են բերել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը որքան ես որ տեղակ եմ ցորենի որակի ստուգման այդ լաբորատորիաներ կարծես թե չկան։ Եվ այդ լաբորատորիաների փող լրացնող եւ սերտիֆիկացման այդ process մեջ իրենց լիազորությունները, վստահելիությունը բարձրացնող լաբորատորիաների խնդիրն է նաեւ Վրաստանի հետ։ Հիմա այս ցորենը եկել է, որը շատերը պնդում են, որ դա անասնակերի համար կարող է ծառայել, սրանց աղմուկ պետք չէ կատարել։ Իրապես աղմուկ պետք չի ստեղծել։ Իրականում պետք է Հայաստանում ինչ որ թուրքական մասնակցությամբ, թուրքական բարեհաճությամբ ինչ որ բաների ետևից գնալ, ստեղծել դրական ինչ որ հասկացաք ուզում եք խաղաղության ինչ որ օրակարգ Կիպր թե ворթեգրել։ Է դուք ասում եք խաղաղություն, այն աննորմալ է, հենց ասում է ջո չէ, սևան չկա։ Ընդ որում այնքան այն կարգի զուրկ է ամեն ինչից, որ ասում է ցարական ենթադրենք քարտեզներով չկա։ Այստեղ էլ որոշները քարտեզ ես ուզում, այ Հեյդար Ալիևի ենթադրենք զավակ իսկականից։ Քարտեզ ես ուզում, այնա գնա խորացի ցարից մեծ առաջ պարսկական քարտեզներ կան։ Ընդորում Ադրբեջանի Հայաստանը եղել են պարսկական ենթադրենք կայսրության կազմում։ Գնա դրանից առաջ Տավերնիե կա, ֆրանսիացի ճանապարհորդ, այդ քարտեզները ամբողջ կա ունի։ Գնա դրանից առաջ միջև միջագետքի շումերների կողմից կազմված քարտեզ կա։ Գնա այդ քարտեզները ուսումնասիրի, թե ձեզ ինչ պետք է, դուք ասում եք, այստեղ էլ ենթադրենք ոչ ոք ձեզ չի հակադարձում։ Հիմա այդ քարտեզագրին Սևանի ենթադրենք մեծ մասնագետին բերել է ինչ-որ դրական, այսպես է լույսի տակ ներկայացնում է, բա ինքը թողել է, գլուխը պատին է տվել։ Այդ ցորենը մենք ունեցել ենք ստանում, էլ է Ռուսաստանից ինչ տարբերություն։ Գուցե ավելի մատչելի նաև։ Ռուսական եւ ուկրաինական ցորենը համարվում են կանադական եւ ամերիկյան ցորենի հետ ամենաբարձր որակի ցորենները։ Խնդիրը այստեղ նաև գիտեք բազմաթիվ հարցեր կան։ Ղազախստանը եթե Հայաստանի վրայով ինչ որ ուզում է տրանզիտներ իրականացնել, Ղազախստանի խնդիրն է։ Բայց վերջ-վերջո մենք ստանում ենք արդյունքում թուրանական պետությունների հզորացում։ Եվ պարոն Կամենդացյան, վերջին շրջանում շատ է քննարկվում, որ առաջիկայում նաև հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, անգամ ժամկետներ են նշվում այս առումով։ Դատելով այս պահին ծավալվող զարգացումներից, դուք սահմանի բացումը որքանով եք իրատեսական համարում եւ այս պահի դրությամբ հայ տնտեսվարողները, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական առումով որքանով եք պատրաստ Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Թուրքական սահմանը հայկական կողմը չի փակել։ Թուրքական կողմը սահմանը փակել է Քելբաջարը գրավելու ժամանակ եւ հայկական զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին այդ Քելբաջարի նկատմամբ նախկին Քարվաճարի, այո, Քարվաճար պետք է ասենք։ Այն ժամանակ Քելբաջար էր, որտեղ հաղորդագրությունները այն ժամանակ այդ ձև էր գնում։ Թուրքական կողմը դա երբ որ իրականացրել է, հիմա նրանք մի պայման են դրել։ Ադրբեջանը երբ կասի, այդ ժամանակ կբացենք։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում որ առնվազն դրանք վստահելի գործընկեր չեն կարող լինել։ Ցանկացած պահի Ադրբեջանի ենթադրենք որոշումը ճանապարհներ փակելու, բացելու, խստացումներ, ռեժիմներ հաստատելու, չէ՞։ Կլինի նոր որոշում Ադրբեջանի ոնց ասեն, հենց շարժվելու են։ Նրանք չեն էլ թաքցնում։ Նրանք ասում են երկու պետություն մի ժողովուրդ կամ երկու պետություն
Ընդհանուր ժողովուրդ էլ չեն դրանք, որ ճիշտ նայենք։ Հիմա խնդիրը ո՞րն է։ Այս սահմանը մեր կողմից փակ չի եղել։ Նրանք պիտի բացեն։ Չեն բացում, քարի իրենց գլուխը, բայց Հայաստանի Հանրապետության վրա դրա տնտեսական էֆեկտը բացման կարելի ասել միգուցե դրական է, բայց ծավալները չոր սպասվել ահռելի ծավալներ չի ունենալու։ Մարդկանց ասում են լավ եք ապրելու, հենց սահմանը բացի։ Այդ լավ ապրելը, գիտեք ոնց է, լավ ապրելը միայն հետադենք փորը լցնելը չէ, լավ ապրելը դա արժանապատիվ կյանքն է, լավ ապրելը դա ազգային իդեալներ ունենալն է, ազգային հարատեպետություն ունենալը, լավ ապրելը դա է։ Հիմա նայեք, այն թուրքական ապրանքը, որ պետք է Հայաստան գար, նա գալիս է Հայաստան։ Նա Վրաստանի միջոցով միջնորդավորած կերպով գալիս է։ Ճիշտ է, ինքնարժեքը որոշակի աննշան հավանաբար բարձրանում է, բայց մենք այստեղ լրջագույն խնդիր ունենք։ Գոնե վերջի ամիսներին ակնհայտ է, որ մեր եւ Թուրքիայի ապրանքաշրջանառության բալանսը լինելու է ծայրահեղ բացասական ի վնաս մեզ։ Մենք գնում էինք ամեն տարի մոտավորապես 360-350 միլիոն դոլարի թուրքական ապրանք եւ մեր արտահանումը Թուրքիա կարելի է 1 միլիոն դոլար կամ մի քիչ ավել, ոչ ավել։ 300 անգամվա այդպիսի բացական հավասարակշռություն կա մեր ապրանքաշրջանառության միջև։ Ես կարծում եմ, որ մենք պետք է այս ամենին առանձնակի ողջավորություն չհաղորդենք, կբացվի։ Իսկ բացասական հետևանքների մասով, օրինակ մեր բացասական հետևանքների մասով ասեմ, շատ մեծ վտանգ կա գյուղատնտեսության հետ կապված։ Համատարած կերպով հայ ֆերմերները սննկանալու են։ Դաշտերի զգալի մասը չի մշակվելու, դες անկեղծ ասեմ, պատճառը նա չի, որ մեր ֆերմերները ընդհանրենք գյուղատնտեսությունից բան չեն հասկանում։ Պատճառը նա է, որ Թուրքիայում պետությունը հարաճուն կրեդիտավորում է իրականացնում, դոտացիա է անընդհատ տալի, անընդհատ օգնում է գյուղատնտեսությանը, որպես առաջընթացիկ ճյուղ, ստրատեգիական կարելի ասել, այդ հնարավորությունը Հայաստանի պետությունը չունի։ Ու այնտեղ գյուղմթերքը շատ էժան է, որը կարող է շատ նույն գնով լցնել Հայաստանը։ Գյուղմթերքը կարելի ասել նույն գնին է ոնց որ մեզ մոտ, բայց այդ դոտացիաները գյուղմթերքը թուրքական ապրանքներին տալիս են գերիշխող հնարավորություն։ Հայկական, հետադենք հասարակ ասեմ, որ ժողովուրդ հասկանա, հայկական լոլիկը, որ արժի 300-400 դրամ, չէ, ընդ որում սեզոնային տարբերակով 500, 600, 700, 800 դրամ միջև բարձրանում է, այդ նույն լոլիկը Թուրքիայից գալու է ընդհանրենք 50 դրամով։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում, որ սպառողը ընտրելու է բնականաբար համատաբար անվտանգ, ասենց ասենք, եւ համատաբար էժան։ Գնային իմաստով թուրքական ընդհանրենք գյուղատնտեսական ապրանքին հայկական գյուղատնտեսությունը պատրաստի մասսայաբար ֆերմերները սննկանալու են եւ պարզապես հազարավոր հեկտարներով, տասնյակ հազարավոր հեկտարներով հողատարածություններ չեն մշակվելու։ Իմաստ չի լինելու մշակման։ Եվ նաև հակիրճ ուզում եմ անդրադառնանք հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալվող արշավին եւ կարգալուծ արված հոգեվորականների կողմից շարունակաբար մատուցվող ինքնակոչ ծիսակատարություններին, որոնց քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով մասնակցում է։ Ըստ ձեզ ինչի է փորձում սրանով հասնել Փաշինյանը եւ այս համատեքստում ինչ կարեւորություն ունեն էջմիածնում կայանալիք դիմընտրությունները, ինչ է սպասվում մեզ, եթե դրանցում հանկարծ քաղաքացիական պայմանագիրը հաջողության հասնի։ Ճիշտ ասած, զուգահեռը, որ դուք տարաք, այս զուգահեռը կարելի ասել բավականին վիճելի է։ 1700 տարվա կառույցի եւ ինչ որ մի փոքր քաղաքում զանազան, ես անկեղծ ասեմ, զանազան ոչ քաղաքական կարելի ասել խմբավորումների միջև այդ արշավը, պայքարը միգուցե համադրելի չեն։ Այդ ընտրություններից ոչինչ կախված չի։ Անկամ եթե ԿՊ-ն հաղթի, եկեղեցու դեմ արշավը որևէ ազդեցություն չի կրի։ Ընտրություններից ոչինչ կախված չի,
որովհետև դες ասեմ, նախ մասնակցությունը լինելու է շատ ցածր։ Հավանաբար 25% կմասնակցի բնակչության կամ չի մասնակցի։ Եվ այդ փոքր քաղաքի հոգևոր մայրաքաղաքն է, բայց ինքը ադմինիստրատիվ առումով եւ ուրբանիզացիոն իմաստով փոքր քաղաք է։ Հայաստանի խոշոր քաղաքը չի երկրորդ կամ երրորդ։ Եթե չեմ սխալվում 4-րդն է։ 4-րդն է։ Այդ քաղաքական խմբավորումների միջև ընդ որում զարմանալի լոզունգներով այդ Գյումրի 2 չի լինելու։ Չեմ անում լինելու են, չի լինելու, ով է լինելու, դա մի խնդիր կա։ Քաղաքացիները բնականաբար ես բոլորին խորհուրդ եմ տալիս, որպեսզի քաղաքացիական պայմանագրի հովանավորությունը վայելող երիտասարդին ձայն չտան, խորհուրդ եմ տալի հստակ, ելնելով իմ քաղաքական նախասիրություններից եւ իմ կուտակած ընդհանրենք պատկերացումներից, թե ԿՊ-ի աշխատանքը ընդհանրենք վերջնական ինչպեսի ռիսկերի է բերելու եւ ինչպեսի ողբերգական հետևանքներ է բերելու, ես իհարկե խորհուրդ եմ տալիս մարդիկ առաջնորդվեն իրենց մտքերով, բայց այստեղ կարևոր խնդիր կա հաջորդ ավականին, որ ձևավորվելու է, արդյոք նա իրավունակ լինելուց զատ գործունակ է լինելու։ Ոչքան ես հետևում եմ այս ընտրարշավին, հասկանում, որ այնտեղ քաղաքը զարգացնելու կարծես թե թեմա չկա։ Ամենա զարմանալին գիտեք որն է, որ այդ քաղաքում ես իհարկե շատ այնտեղ մեկ ուսումնասիրություններ արել ենք, այս քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, այս մարդկանց զգալի մասը այդ խնդիրների մասին մոռացել է։ Շուն ու կատուներ են ուզում բռնեն, ստերջացնեն։ Երկու ամսում լուծում են խնդիրը։ Երկու ամսում կատուներն են բռնելու, շներին են բռնելու, հասկացանք նախասիրությունն է, ինչ շուն ու կատուների նկատմամբ ձեր գործն է, բայց այս քաղաքում կան խոշորագույն խնդիրներ, որտեղ դրանք մեգապոլիս Երևանի հետ առնչվող ամենամոտիկ քաղաքն են, դա եւ Աբովյանը, չէ՞։ Այո։ Այստեղ ահռելի կրեատիվ լուծումների դաշտ կարելի լինել ընտրությունների մասնակցելու իմաստով, եւս դատելու այդ քաղաքական խմբակներին, մեկ էլ դրանց այդ անդամների ինչ որ բան են ներգրավվածությանը զանազան ինչ որ աղմկոտ սկանդալների մեջ, ընդհանրենք ինչ որ տարատեսակ հարցերի մեջ ես կներեք, բայց այդ ընտրարշավը ոչ ինձ համար հասկանալի չի։ Վերջես մարդիկ քաղաքում ինչ են անելու, ընտրվեցին ինչ են անելու, իմ համար հասկանալի չի, ձեզ անկեղծ ասեմ։ Իսկ եկեղեցու դեմ արշավի մասով։ Եկեղեցու արշավի մասով ասեմ, դա մի զազրելի բան է։ Ինչի է փորձում հասնել Փաշինյանը։ Ես չգիտեմ նա ինչի է ուզում հասնել, ակնհայտ է, որ այստեղ փորձում են հակաթոռներ ստեղծել, մեր հայկական պատմության մեջ եւ առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են հակաթոռներ։ Ընդ որում այդ հակաթոռների ժամանակ եկեղեցու հեղինակությունը խարխրվել է, կալացել ամենադաժանագույն ձևով։ Պարսկական սատրապները, այդ մամադները, զանազան մամադներ են եղել Երևանի խաները, հիմնական օգտվել են եկեղեցու վրա այդ խժդժությունները, որ առաջացել են, դավանաբանական կամ անհատական բնույթի վրա առաջացել են, դրանք հիմնական ինչ են արել։ Այս մեկին կանչել են, վրան հարկ են դրել, այն մեկին կանչել են, ասել են, քեզ ենք հարկ դնում, այս երկուսը անունները չեմ ուզում տամ, վստահ եմ մասնագետները բոլորը գիտեն, կորել էին տոկոսների մեջ։ Այդ տոկոսները վճարելու համար ստիպված գնում են գաղթուճակներ, որպեսզի փող բերեն, ինչ որ մի կերպ այդ պարտքերը փակեն, որ եկեղեցու գույքը գոնե փրկեն։ Եկեղեցիները լիվ դատարկվել են։ Հիմա այս հակաթոռ ստեղծողները ճիշտ է ժամանակները փոխվել են։ Բայց մենք նայում ենք այդ հավաքները, հավաքների մասնակցում են սուրբ պատարագ իրականացնում են մարդիկ, որ դրա իրավունք չունեն։ Կանոնական իրավունքը չունեն այս մարդիկ։ Այդ ովքեր որ Տեր Արամեն կամ ես Ստեփան Ասատրյանը։ Հա, այդ Ստեփան Ասատրյանը կամ ես մեկ էլ մյուսը լսեք, եթե դուք եկեղեցու վերնախավի հետ կամ կաթողիկոսի հետ կամ եպիսկոպոսած դասի հետ խնդիրներ ունեք, չէ՞։ Նախ դուք առաջինը պետք է հիշեք, որ
եկեղեցին եւ պետությունը իրարից անջատ են։ Կա սահմանադրական նորմ։ Եթե դուք անձնական ինչ-որ տես թեմատիկաներ ունեք, խնդրեմ բացեք ձեր եկեղեցիները։ Ինչի մասն է խոսքը։ Բայց կարգալույց կանոնական պարտավորությունների համակարգից դուրս նետված անձը իրավունք չունի իրականացնել պատարակ։ Միգուցե դերասանական ինչ-որ խաղի հետ կապված, միգուցե ինչ-որ action ժանրի, այսպես ասած, ցանկությունն են, ուզում են գնան, ծնկի գան, խոնարհվեն, մեկը կադրերը։ Հա, տեսնում եք այդ կադրը, իրենց գործն է։ Իրենց գործն է, թող ինչ ուզում են անեն։ Գնացեք, ամոթ բան չկա։ Ստեղծեք ձեր աղանդը։ Ինչի մասն է խոսքը։ Աղանդը լիք աղանդներ կան պատմության ընթացքում, բայց հեչ պարտադիր չի սրա տակ դնել ինչ-որ կուսակցական եսիմ ինչեր, հեչ պարտադիր չի ընդհանրեք մարդկանց խրախուսել, բա եկեք, մեկ էլ մի խնդիր էլ կա։ Եթե դուք գնում եք ինչ-որ հավատքի նորոգման իբր թե ճանապարհով, այդ ո՞նց է լինում, որ ընդհանրեք այդ հավատքի պաշտպանների դերում հանդես են գալ ինչ-որ նախկին թմրամոլներ կամ ներկա թմրամոլներ։ Իրենց ամենավատ որակի աջակիցներն էին հավաքվել են։ Նախկին ընդհանրեք կամ ներկա հարբեցող Ընդ որում հետաքրքիր գիտեք որն է, որ այդ շարքերի մի զգալի մասում ես տեսնում եմ աթեիստների, կայացած աթեիստների։ Լավ, դուք ինչ գործ ունեք այս ներկայացումներին մասնակցեք։ Դուք Աստծո խոսք եք ուզում, դուք Աստծո գոյությունը մերժել եք։ Դուք դուրս եք ձեզ դրել, ընդհանրեք մեր Տեր Աստծո Հիսուս Քրիստոսի, այս մեր վարդապետության ընդհանրենք ամբողջ իմաստով ձեզ դուրս եք դրել։ Աթեիստները մտնում են այս թեմայի տակ ինչ-որ բաներ են գրում։ Բա այս ինչա, այն ինչա, այ մար դուք ով եք։ Ձեր ինչ գործն է։ Դուք եկեղեցու հետ ինչ կապ ունեք։ Դուք այդ աղոթքի հետ կապված այդ սպասելիքներ ունեք, որ չեք ստացել ձեր աղոթքի կամ ընդհանրենք անեծքի հետ կապված, որ առավոտի ձերոք տվայտվում եք։ Ես կարծում եմ, իհարկե հոգևոր թեման բավականին վիճել է այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունում կա հավատքի ազատություն, ցանկացած մարդ իզորու է իր հավատք ունենալ։ Բայց նաև իրավունք չունեն մյուսի ու մեր բոլորի հավատի վրա բռնանալ։ Իրավունք չունեն մեր հավատքի վրա բռնանալ, որ եւ ամենակարևորը, եթե կա կանոնական կառուցվածք, եթե կա կանոնագրքեր, եկեղեցին իզորու է իր մեջ այդ կանոնագրքերով եւ առաջնորդվել, եւ եթե այնտեղ թերություններ կան, կամ ինչ-որ բացթողներ կան, եւ ինքնամաքրվել, հավատքը դա մեծ ծով է, որ ինքնամաքրման իր հնարավորությունը միշտ ունի եւ կկատարի առանց ընդհանրենք ձեր ասած այդ անձնավորության Ստեփան Ասատրյանի եւ դրա հետ ավանդատները ընդհանրապես ավանդատներում պահակություն անող ինչ որ անձնավորություններ, որոնք իրենց հանրային կյանքում կեցվածքը երբեք չեն դրսևորել որպես լրջմիտ անձնավորություններ, որպես հավատավոր քրիստոնյաներ, ես կարծում եմ այս ժամանակն էլ կանցնի, որովհետև կարծես թե կրկնվում է այն սցենարը, երբ 37-30 թվականներին մեր կաթողիկոսին նման անձնավորություններ կային նաև այդ ժամանակ, այդ մեր կաթողիկոսին հարկադրում էին, որպեսզի տաճարները փակի, հավատից հրաժարվի, նրանք բոլշևիկյան ցավով էին տառապում եւ այդ բոլշևիկյան ցավով տառապողները վերջում խեղդեցին կաթողիկոսին։ Խեղդեցին, հասկացանք, անցավ գնաց։ 7 տարի էլ կաթողիկոս չունեցանք, չունեցանք եւ խնդիրը գիտեք որն է, որ յուրաքանչյուր մարդ նման գործողություններ կատարելիս, երբ որ հազարավոր տարիների կառույցի հետ է փորձում ես ամեն ինչը ձեռնարկել, նախ պետք է ինքը մտածի արդյոք իր հնարավորությունը ներելու են այդ կառույցի դեմ այսպես արշավանք, ասպատակություն իրականացնել, թե ոչ։ Կարծես թե հնարավորությունները չեն ներում եւ տեսարանները չեն ստացվում։ Այս տեսարանները չեն ստացվում եւ ես հավատացնում եմ, որ օրինակ, եթե չեմ սխալվում, հաջորդ կիրակի հեռավոր Խաչի գյուղում են այդ միջոցառումը նախատեսել, այդ Խաչի գյուղ գնալ հասնելը այնքան դժվար է
ես մի քանի անգամ գնացել եմ, շատ դժվար ճանապարհ է, վստահ եմ, որ ուղեկցորդներից բացի այնտեղ համարյա մարդ չի լինելու։ Դա պարզապես պիտի իրենց մի ազդակ, մի ազդանշան, որ ասում են որոտով ենթադրենք մի ազդանշան կգա, որ կանգ առ, դադարեցրու, մի խոսքով, եթե դու հավատքի մասն ես մտածում, փորձի ինքնախոկման, ինքնամոտորումների մեջ գնաս այդ թեման գտնես ու մի բան էլ ձեզ ասեմ, այս մարդիկ կարծես նետում են մարտահրավեր այնպիսի եկեղեցում, որտեղ առաջնորդի պատմուճանը, առաջնորդի թիկնոցը ոչ ոք անհատ առաջին հայրապետը չի քաշել, ամրացրել իրեն։ Գրիգոր Լուսավորիչը վերջին 4 տարին հրաժարվեց կաթողիկոսական պարտավորություններից եւ քաշվեց քարայրը, այդ քարայրում ճգնանքի խրախուսի մեջ, այդ աղոթների մեջ, հավատքի իր այսպես խորասուզման մեջ մարդը վերջին 4 տարին անցկացեց։ Ուզում եք գնաք քրիստոնեության նորոգմամբ իբր թե զբաղվեք, փորձեք գնացեք 4 տարի մի քարայրում փակվեք, սրբակյաց Մենաստան գնացեք որևիցե, չէ՞։ Գնացեք այդտեղ 4 տարի հետո որ լուսավորված հետ կգաք գիտակցություններ այդ մթագնած այդ սատանայական խաղերից, երբ որ արդեն քիչ թե շատ թոթափած կլինեք, միգուցե այն ժամանակ ձեր խոսքը ավելի հետաքրքիր կլինի, լսելի կլինի։ Մեզ էլ դասեր տալու իրավունք կունենաք։ Դասեր տալու իրավունք չեմ կարող ասեմ դաս ինչպես տան այս մարդիկ։ Ինչպես դաս տան։ Այս մարդիկ խորենացել են առօրից երեկո կարդում, բայց խորենացում մի խոսք կա։ Դուք հավանաբար հիշում եք այդ կրթվել է նորաձև շարժման մեջ, խորենացին թևի տակ դրած այդ գրքույկը տանում բերում են, չէ։ Այդտեղ մի լավ խոսք ասում է սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան։ Հիմա թող մեզ բան չսովորացնեն, մենք մեր հավատքի տեղն էլ գիտենք, մեր հավատքի տաճարի տեղն էլ գիտենք, ու թող գնան իրենք սովորեն, որ հասկանան, ընդհանրենք ինչ է հավատքը եւ ինչ է հավերժական կյանքը եւ ով է հավերժական կյանքից զրկվելու։ Շնորհակալ եմ, պարոն Կամենդեցյան։ Համեցեք։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք տնտեսագետ Հայ ԱՔՎ միավորման անդամ Հրայր Կամենդատյանի հետ։ Կհանդիպենք։